Պարոնտես, այո, միանշանակ կանխատեսելի էր եւ կանխատեսելի է առհասարակ օրվա կառավարչի կառավարման ընթացքը եւ այդ ընթացքի մեջ բոլոր ազգային ուժերը պետքա ապամոնտաժվեն եւ այդ ազգային ուժերի հենասյունը, գաղափարական հենասյունը դա հայ առաքելական սուրբ եկեղեցին է, որը մեր ինքնության պահապանն է եղել, կա եւ լինելու է, եւ սա ըստ էության եկեղեցին ապամոնտաժելու ծրագիր է, որը իրականացվում է հետևողական ձևով, ինչպես մենք տեսնում ենք, նրանց մոտ որևէ բան չի ստացվելու, եթե մենք ունենանք միասնականություն։ Սա արդեն ցավոք սրտի մշտական խոսակցություն է դարձել, մենք տարբեր դատարանների հայտներում խոսում ենք նույն բանի մասին, որ պետքա միասնականություն լինի, պետքա ջնջվի սևերի եւ սպիտակների այս հասարակությունը ձևավորվի միասնական հասարակություն, որը կծնի այն գաղափարը, այն միասնականության գաղափարը, հաղթանակները, որոնք մենք ունեցել ենք ժամանակին, այն միասնականությունը, որը ծնում էր հայանպաստ զարգացումներ, հայանպաստ իրավիճակ, այսօր ընթացքը ոչ հայանպաստ է, դա միանշանակ է, Արշակ Սրբազանին մեղսագրվող արարքները ուղղակի ծիծաղելի են, սա ակնհայտորեն քաղաքական հետապնդում է, սա ամսի 12-ի նախաշեմին ստեղծված իրավիճակը ապօրինի կալանքի գործընթացը, որ իրականացվում է այսօր, վստահաբար ես հույս չունեմ, որ սրբազանին կթողեն, որովհետև մենք ունենք առնվազն 3 օրինակ սրբազանների, ովքեր արդեն ամիսներ շարունակ բանտում են եւ բանտում են քաղաքական մոտիվներով եւ այդ քաղաքական հետապնդումները եկել հասել է Արշակ arczepiskopos Սրբազանին։ Հիմա ինչ անենք մենք, շատ կարեւոր հարց է։ Դա հետեւյալն է։ Մեզ պետք է լիներ միասնական, պետք է այդ բաժանված հասարակությունը սոսնձվի եւ այդ տարանջատման օպերացիաներին պետք է վերջ տալ եւ միասնական ճակատ ձևավորել պայքարի եւ այդ միասնական ճակատով թույլ չտալ, որպեսզի օրվա կառավարիչները ինչ ուզեն անեն։ Իրանք այսօր դատաիրավական համակարգ օգտագործում են որպես մահակ եւ այդ մահակը թափ են տալիս ընդդիմադիրների գլխին, ով խոսում է ցեղասպանության ուրացման դեմ ոնց որ Արշակ Սրբազանը, ով խոսում է Արցախի հայկական լինելու մասին, ով խոսում է Հայաստանի Հանրապետության կողմից զիջումների անթույլատրելիության մասին եւ այլն, այս հայկական օրակարգը սպասարկող մարդիկ օրվա կառավարիչների համար թշնամիներ են ըստ էության, որովհետեւ նրանք հայտնում են բանտում եւ սա պետք է մենք ֆիքսենք, որ միասնականությունն է, որ պետք է լինի զսպա շապիկը, որպեսզի կառավարիչները չիրականացնեն այն գործընթացը, որը իրականացնում են այսօր։